Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը ուզում սկսել մեր շատ հայրենակցի խոսքերով։ Սերգեյ Փարաջանով, ստրկությունը սկսում է լռությունից։ Այո, լռությունը, հանդուրժողականությունը, որը վերածում է կամաց կոլաբորացիոնիզմի, հետո անտարբերության, հետո դառնում է սովորական։ Դա բերում է կատարյալ ստրկության։ Ես ուղղակի երեք նստած մեր զինանշանն էի փորփրում, մեր զինանշանի պատմությունը, և ուզում ես նկարի վրա ցույց տամ նաև ստրկությունը ոնց է բերվել։ Եթե տեսնում եք առաջի զինանշանի վրա, որը Հայաստանի առաջին հանրապետության զինանշանն է, եւ արծիվի եւ առյուծի բերանները բաց են, եւ նրանք հարձակվողական, պաշտպանողական դիրք են առնել։ Իսկ երկրորդ նշանում արդեն ժամանակակից երրորդ հանրապետության գերբի վրա երկուսի բերաններ փակած են։ Այո, ստրկությունը սկսում է լռությունից։ Սիմվոլիզմի մենք շատ քիչ նշանակություն ենք տալիս։ Շատ քիչ նշանակություն ենք տալիս, որովհետև չենք հասկանում դրա իրական իմաստը։ Մենք չենք հասկանում, չենք գնահատում ինչ հետևանք կարող է ունենա հիմնը, ինչ հետևանք կարող է ունենա գերբը, դրոշը, գույները, խոսույցները, նշանաբանները, նպատակները, ձևակերպելը։ Մենք բացարձակապես նշանակություն չենք տալի, որովհետև մի կողմից այդքան տեղյակ չենք, երևի չենք ուսումնասիրել դրանց ազդեցությունը մարդկանց հոգեբանության, ճակատագրերի, դիրքավորման, նույնիսկ ես կասեի ազգերի դիմադրողականության վրա չենք ուսումնասիրել, չգիտենք։ Իսկ այն մարդիկ, որոնք ուսումնասիրած են, ասելիք ունեն, բնականաբար մեզ ստրկացնել տրամադրված կենտրոնները իրենց երբեք չեն թողի, խոսել այնքան, որ դառնան լսելի հազարավորների, տասնյակ հազարավորների համար։ Դրանք լուսանցքային ասվում են, շատերին կաշառում են, մի մասին վախեցնում են, մի խոսքով ամեն ինչ անում է, որ հանկարծ այս սիմվոլների իրական ազդեցությունը եւ դրանց հետևանքները մարդկանց վրա, մարդկանց համար անհասանելի մնան։ Ես ընդհանրապես ոչ մեծ մասնագետ, ես ինձ այս հարցում մեծ մասնագետ չեմ համարում, բայց ես կարող եմ ընդհանրապես ասել շատ բազային բաներ, ինչով է տարբերվում առաջի նկարը երկրորդ նկարից։ Առաջի նկարի մեջ տրամադրություն կա, խարակտեր կա։ Առաջի նկարի մեջ վարք կա, դիմադրողականություն կա։ Երկրորդը ուղղակի նկար է։ Երկրորդը հանգիստ նկար, հանգիստ։ Ոչ մի բան իրենից չի ասում, ուղղակի սիրուն նկար է։ Առաջի նկարին նայողը, երբ որ գիտի ուզում է հարձակվել պետության վրա, ասում է, հրնայ ես պետության դարպասները պահում են արծիվն ու առյուծը, երկուսն էլ պատրաստ քեզ հոշոտելու, եթե դու հանկարծ մոտենաս։ Երկրորդը գեղեցիկ նկարած նկար։ Ոչ մի բան չի հուշում, որ եթե դու հանկարծ կպնես իրեն, բոցը գլխիցդ դուրս կգա։ Հասկանում եք, նույնը մարդկանց հոգեբանության մեջ է։ Երբ որ մարդը նայում ասում է, ես այս առաջին նկարի տերն եմ, ես Հայկի սերունդն եմ, ինքը նաև այտենց է պահում իրան, իր վարքագծի մեջ, իր խոսույթի մեջ, իր ամեն ինչում։ Երբ որ մարդու աչքի առաջ մյուսն է գալիս, մյուս նկարը, քննարկենք, ինչ ես ուզում, որ մասը տան, որ խաղաղ ապրել, որտեղ զիջեմ, որ գնամ հանգիստ իմ գործերով զբաղվեմ։ Հասկանում եք, այսպիսի հոգեբանական, խորը հոգեբանական հետևանքներ են թողնում եւ մասսայական կառավարման գործիքներ են դառնում շատ հասարակ բաներ։ Նույնը կարելի ասել մեր հիմնի մասին։ Մեր հիմնը աշխարհում միակ հիմնն է, որ ինքը վարընթաց է։ Վերևից իջնում է ներքև։ Մեր հայրենիք ազատանք։ Որ հիմն ուզում եք նայեք, որ երկրի հիմն ուզում եք նայեք, ինքը դեպի վերև է գնում։ Ինքը դեպի վերև է գնում, այսինքն հենց մարդը սկսում է տրամադրությունից դեպի վերև գնացող, դեպի առաջ գնացող, մեր մոտ ամեն ինչ հետընթացող է։ Սա կարող է մեկի համար թվադրել, ինչ է ականա, հո իմ բնավորությունն այնից չի փոխվում։ Չէ, փոխվում է, դու ինքդ էլ չես հասկանում ոնց է փոխվում, եսերը քոնն էլ չի փոխվում, այստեղ ժողովուրդների հավաքական վարքագիծն է փոխվում։
Եվ մարդիկ չեն հասկանում ոնց։ Չեն հասկանում ոնց։ Ինչու։ Ես ցույց եմ տալիս։ Այս երկու բանը։ Եվ այստեղ Փարաջանովի խոսքը, որ սրբությունը սկսում է լռությունից։ Լռությունը դա փակ բերանն է։ Վուալա, երրորդ հանրապետություն, փակ բերանով երկու սիմվոլ, ոչ մեկի նկատմամբ արդեն ոչ մի պահանջ չունես եւ ոչ մի վտանգ չի զգում քո նկատմամբ ոտնձգություններ պատրաստելուց առաջ։ Սա է։ Ես խոսք եմ տալիս, դա Աստված մենք տեսնենք մեր անկախտելությունը, վերանայվելու է ամեն ինչ, եւ այս գերբը, հա, եւ հիմնը անպայման, որտեղ մարդիկ չեն ուղղակի իրական կարողանում պատկերացնել դա ինչ հոգեբանական եւ ինչ խորը հետևանքներ կարող ունենան ազգերի ճակատագրի վրա։ Իմացնենք մեր օրակարգին հիմնական։ Չեն տեսել մեր օրակարգը։ Եվ այսպես Արարատ Միրզոյանը, որ ներկայացնում է իրենից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ նախարարը այդ նախարարությունում հարց են տալի, բա մեր Հայաստանի օկուպացված տարածքները ինչ ա լինելու։ Ինչ ա լինելու։ Պատասխանը ավելի քան ողբերգական է, բայց ուզում եմ ինքը ասի, ոչ թե ես ես պատմեմ։ Թուրքական կողմի ծեզելի խոստացել։ Սահմանազատման հետ կապված քննարկում եք ադրբեջանցիների հետ։ Մենք բազմիցս տեսել ենք, որ ադրբեջանական կողմը ասում է, որ ըստ էության այդ Հայաստանի տարածքներ, այդ տարածքներից մենք հետ քաշվող չենք։ Հիմա այդ քննարկումների մեջ ըմբռնում կա, որ ադրբեջանցիները այդ քննարկումների արդյունքում պետք է դուրս գան։ Հարգելի գործընկերներ, ուրեմն քաղաքական շատ հայտարարություններ են եղել երկու կողմից էլ։ Փաստ է, նա, որ կա համատեղ ուրեմն գործունեություն երկու համապատասխան վերնագրերի երկար են պայմանականացնենք սահմանազատման հանձնաժողովների կողմից, այդ երկու հանձնաժողովը ստորագրել են փաստաթուղթ, այդ փաստաթուղթը անցել է ներպարտական ուրեմն ներպետական համաձայնություն եւ վավերացում մեր կողմից անցել է սահմանադրական դատարան եւ իրենք աշխատում են այդ փաստաթղթի հետ համաձայն։ Իսկ այդ փաստաթղթում գրած է, որ սահմանազատման սկզբունքը Ալմա-Աթայի փաստաթուղթն է եւ դրանով ենթադրվող սովետական միության պահին գոյություն ունեցող փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները։ Հիմա ով ինչ հայտարարի, չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց։ Այդ թղթով է գնում։ Կապրենք, կաշխատենք, կապրենք, կտեսնենք, որ շատ տեսական հարցնում ենք, իսկ կարա սենց լինի, իսկ կարան այնց լինի։ Դուք հուսով եմ լրագրողները գոնե համաշխարհային լուրերին հետևում եք։ Այտենց չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է տարբեր, բաներ են տեղ ունենում այսօր աշխարհում։ Մեր մոտ հուսով եմ եւ մեր ջանքերը դրան են ուղղված, որ տեղի կունենան կանխատեսելի տրամաբանական միջազգային իրավունքին համապատասխան ուրեմն ձևերով միջազգային իրավունքա մեջբերում, հա, Ալմա-Աթայի պայմանագիրը մեջբերում, Ալմա-Աթայի պայմանագիրը, համաձայնագիրը ինչ կապ ունի միջազգային փաստաթղթերի հետ։ Հասկանում եք ողբերգություն ունենալու է, որ մեր շատ հայրենակիցներ, որոնք ծույլ ու վախկոտ են, իրենք ուղղակի չեն ծույլ, որովհետև ծուլանում են երկու ավել բան կարդան, վախկոտ են, որովհետև վախենում են իշխանություններին հակառակվել, որ գոնե իրանց համար մտածեն, որ Ալմա-Աթան միջազգային փաստաթղթերը եւ ընդհանրապես միջազգային կոչված ոչ մի ձևաչափի մեջ ինքը չի մտնում եւ Ալմա-Աթայում չի որոշվել ոչ մի սահման, դա ընդհանրապես միություն կազմելու մասին է, հա, դա ոչ մի ինքը իր վիճակ, այնտեղ ոնց որ իմ տանը քննարկենք, թե չգիտեմ, ասենք Մեքսիկայի սահմանները, դա հնարավոր չի, հասկանում եք, ու մեկը հղում տա, ասի Վարդանեստանը նստած էին, քննարկեցինք Մեքսիկայի սահմանները, ու դες որոշեցինք ընդեր լինի։ Ու մի այլ երկրի նախագահ էլ ասի, հղում տա, ասի, սենց է, դա միջազգային։ Ինչով ասենք, այդ տունը գտնվում է, չգիտեմ, Նյու Յորքում կլինի, Ալմա-Աթայում կլինի կամ ինչ-որ տեղ կլինի։ Հասկանում եք, ու սա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։ Նույնիսկ եմ ասում, որ շատ ծույլ եւ վախկոտ մեր հայրենակիցներ այս ամեն ինչը լուրջ են ընդունում։
Ուսում ասում ծույլ ինչը որտեղ վալանում են երկու բան ավել կարթան, վախկոտ որտեղ վախենում երբևէ հակադրվեն իշխանական տեսակետներին։ Իսկ նույն իշխանական տեսակետը տեսեք ինչ է ասում։ Որովհետև հետևողականորեն իրեն գործընթաց են անում, վերջերս Ստամբուլում կոնֆերանս իրականացրեցին եւ ինչպես է բացատրում այս քայլերը, որոնք իրականացրին։ Ուրեմն այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ոչ իրենց կողմից, ոչ մեր կողմից չկա, օրակարգում չկա եւ չի քննարկվում։ Իսկ այն ինչ որ մենք լսում ենք այդ թվում եւ արևմտյան Ադրբեջանի ուրեմն խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք։ Իհարկե մենք այդ ադրբեջանական կողմին այդ մենք այդ մասին ասում ենք։ Ինչ ես դու ասում ադրբեջանական կողմին, ասում ես մի ասա, հա։ Ինչի քո ինքը ականջին է ասում, որ դու էլ իր ականջին ասում ես մի ասա, եթե իհարկե ասում ես։ Չէ ինքը հանձնաժողովներ է ստեղծել, հերոստատեսություն է ստեղծել, ֆուտբոլի թիմ է ստեղծել, միություններ է ստեղծել, ամեն ինչ ստեղծել, չի ասում, դա գործ է անում։ Իսկ Հայաստանի կողմը սպասում է այդ ամեն ինչը երբ այն իրականացվելու։ Հայաստանի կողմը ասում, Հայաստանի այսօրվա կառավարությունը ներկայացնող մարդիկ նույնիսկ են կրկնում այս կառավարությանը հավատալու եւ իր ասածները լուրջ ընդունելու համար պետք է լինել երկու բան ամենակարևորը։ Չեմ ասում գործակալ սրիկա բանը թողնում մի կողմ անգրագետ կատարյալ ծույլ, որ ինքը ասենք ալալումա մի հատ բան կարդա, ծուլանում է, հա, եւ վախկոտ, որը ներքուստ վախ ունի իշխանական ցանկացած դրսևորմանը, ցանկացած կարծիքի հակառակել։ Ասում եք իրաց ասում եք, դուք իրենք ինչ եք անում, դուք իրենք ոչի բան չեք ասում, որովհետև դուք չեք էլ կարող ասել, ինքն է ձեզ ասում, դուք իր խոսույցն եք կրկնում, ո՞նց կարող եք դուք բան ասել։ Իրանք ինչ ասում են այնտեղ, դուք նույնությամբ Հայաստանում կրկնում եք, դուք ո՞նց կարող եք ուրիշ բան ասել։ Նույնիսկ հարց են տալի, ասում բա դուք սահմանազատում եք, բայց այդ մարդիկ Հայաստանի հողի վրա են։ Ասում են դե թողեք բանը, հանձնաժողովներն աշխատեն, հանձնաժողովն ինչ են անելու, թուրքերին, ադրբեջանցիներին վռնդելու են հայկական տարածքից։ Իրանք ասել են, մենք դա մերն է, մենք ոչ միտեղ չեն գնալու։ Ցանկացած մեկը, որ սրանց լուրջ է ընդունում, սրանք իր համար լեգիտիմ են, հանցագործ չեն, ընդունելի են։ Այդ գործակալ սարիկաբան այդ մասը դնում ենք մի կողմ, մյուս կողմից վախկոտ եւ ծույլ են։ Վախկոտ եւ ծույլ, որտեղ ասում են, ծուլանում են երկու բառ ավելի կարծան։ Վախենում են լինել երբևէ հակառակ տարածքի վրա իշխանությունների հետ։ Դες այն ասեցի արդեն եմ ասածը դնում են մի կողմ։ Այսօր Ալեն Սիմոնյանի օրն է այսօր։ Բացառապես Ալեն Սիմոնյանի օրն։ Հնարավոր է նոր սահմանության մեջ եկեղեցուն առաջվող փոփոխություն լինի։ Սպասում եք ընդհանրապես մենք այս նոր սահմանությունն ենք սպասում։ Նոր սահմանալության, որ ուրանալու եք ամեն ինչ, հա, ցեղասպանություն, Արցախ, տարածքներ։ Նաև եկեղեցու մասին կարող եք գրել, ինչ ուզեք կարող եք գրել, էլի, գրել։ Սպասում եք դու դա երբ եք գրելու հանրաքվեի։ Դուք ոնց եք սպասում չեք պատկերացնի։ Որովհետև իմ նշանաբանն է, որտեղ որ բարակա թող կտկի։ Եթե մի բան պետքա վերջանա մեր պետականության հետ, մեր պատմության գոյությունության ամեն ինչ հետ, թող այս վաղը, թող մի օր շուտ վերջանա։ Թող մի օր շուտ վերջանա, ավելավա մարդ զենքը ձեռին մեռնի, քան քոսի նման, քոսոտի նման, հա, ողորմելի վիճակով ապրի։ Այն ինչ որ հիմա է կատարվում։ Մեկ օր առաջ բերեք, էլի մենք էլ իմանանք, կամ մենք արժանի ենք գոյություն ունենալու ապրելու համար, կամ չէ։ Կամ մենք ուղեղ կամք դիմադրություն ունենք հակառակվելու, մերը պահելու, կամ չունենք։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է նայեք, ես երկու մարդ կա իմ մեջ, էլի, մեկն արվեստն է, էմոցիոնալն է, մյուսը մաթեմատիկան է։ Ես կարող եմ բարկանել, ես կարող եմ նեղվել, բայց այն մաթեմատիկան, ասես մեխանիզմի նման աշխատում է։ Ու այն մաթեմատիկը էս նեղացողին, էս նեղվողին, հոգնողին ասում է, լսի, մեկ այ եթե դու լրիվ հանձնվես, եթե նույնիսկ ոչ մի ճարել չկա, ոչ մի բան չի երևում արջևում, բան, մեկը ասես միջև վերջ, մեխանիզմի նման գնալու ենք։ Մեխանիզմի նման, առանց հույս ունենալու, որ լավ է լինելու, նույնիսկ եթե ասենց ամեն ինչ փակված լինի դռները, բայց եթե մի օրգանիզմ էլ մի մանր շարժումը մարմնից վրա, իսկ գնալու եմ առաջ։ Այնպես որ մեկ-մեկ ներվելը, մեկ-մեկ հոգնածության գուցե արդյունքում
անտրամադի Երևանը դա արդեն էլի դա ժամանակավոր բնույթ է դառնում, դա մեծ առումով երկարատև իմաստով դա ոչ մի բան չի փոխվում։ Ես հոգնածել կանեմ ինչ որ անել, էլի։ Ու թողալենը լավ իմանա մնացած բոլորը։ Միջև այն օրը չտեսնեն, որ այն բոլորը ճաղերի հետևում են ու ցուսմունք են տալի։ Ես չեմ կանգնելու։ Ես գիտեմ իմ նման շատ մարդիկ կան, իրենք չեն կանգնելու։ Այսինքն միջև նպատակին չհասնեն, ով ինձ մի քիչ ճանաչում է, գիտի ինչ է նշանակում, երբ որ ես նպատակ եմ դնում։ Այդ նշանակում է միջև ես դրան չհասնա, այդ թեման չի փակվում։ Դա եղել է իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Մի քիչ իմ հետ շփվել է, ճանաչում է, ինքը գիտի։ Հստակ ձեզ կասի, հա։ Ալենները շատ լավ պետք է իմանան, որ երկու բան չի կարող լինել, հա, ասենք համ իրանք լինեն ազատության մեջ, համ ես հանգիստ։ Դա բացառվում է, անհամատեղելի բաներ են։ Ոնց իրանք են մտածում ինձ ճաղերի հետ մտցնելու համար։ Ես տասնապատիկ ավելի շատ եմ մտածում, ոչ միայն իրենց ամբողջ ողմակին, հա, ոչ թե ճաղեր, ես իրենց պատրաստ եմ 5 աստղանի հյուրանոցնում էլ տեղադրել, բայց այդ հյուրանոցը պետքա լինի արծամանիկ պոչամբարի, որտեղ որ թույնենն է լցված ամբողջ, հա, Սյունիքի, այդ պոչամբարի մեջտեղում կառուցված հյուրանոց, հա, իրանք պետք է այնտեղ ապրեն, այդ թույնով, հա, այդ թույնը շնչեն ու վայելեն միմյանց մուտացվելը, այսպես պետք է տեսնեն իրար։ Նրանց որ իրանք արժանի չեն, որ հայ մարդու վճարած հարկերով թեկուզ մի բաժակ գոլ ջուր խմեն։ Այդ չեմ ասում թե գոլ ջուր։ Այնպես որ։ Սպասում ենք, արագացեք, տեսեք ինչ է կանում, մի ուշացեք այս հանրակրվեն, այդ շատ կարևոր է մեր համար։ Ինչ ասում էլի սա, որը KGB-ի գործակալ բացահայտված, որ ինքն էլ խոստովանել է, որ իմ աշխատումը ռուս-թուրքական դաշինքի համար, որովհետև դա է KGB-ի գործակալները աշխատում են ռուս-թուրքական ծրագիր իրականացնելու համար։ Հասկանում եք, սա իմ ֆանտազիան չի, սա ճաշակի ոլորտից չի, սա ապացուցված փաստ է։ Ինքը ինչ է ասում։ Ասում է Արցախի հանրապետություն կար, խելք չենք ունեցել ժամանակին գնալ զիջումների։ Ես կարդամ, որտեղ վերնագրով չի կարելի էլի։ Ուրեմն էլի հարց ու պատասխանի ժամանակ խորհրդարանական իրենց սեփական ընդդիմության ասում է դուք իշխանություն եք, կա ճանաչված Արցախի հանրապետություն։ Հա։ Պատասխանն ակնհայտ է, որ ոչ։ Հալվա ասելով բերանը չի քարսանում։ Այն որ շուտ ասում եք Արցախի հանրապետություն ճանաչեիք, հետո էլ կասեիք, հա, Միրզոյանը մեղադես նախին իշխանությունների ստատուս քվոն անսահման ձգելու մեջ։ Լավ էլ իմացել եք, որ դա մի օր պայթելու է եւ հայ ժողովրդի գլխին։ Ու հայ ժողովուրդը եւ ես անձամբ չենք ունեցել խելք բավարար քաղաքական հասունություն ժամանակին գլխի ընկնել, ճիշտ կողմնորոշվել ու գնալ լուծումների։ Ասում եմ, մենք չենք ունեցել խելք ու գնալ զիջումների։ Իսկ ով ասեց, որ զիջումների գնալը դա խելք ունենալու արդյունք է, ոչ։ Դա զիջում չի, դա դավաճանություն է։ Դավաճանությունը, դուք զիջումների չեք գնացել, դուք հանձնել եք մեր երկիրը։ Դուք դավաճանել եք մեզ։ Եվ վերջո, ինչ է նշանակում սա։ Եվ էլ ոչ մեկ համար գաղտնիք չի, որ վերջը մեկ շաբաթվա մեջ, հա, այս ժամանակ կար իշխանություն ընդդիմություն, խորհրդարանական, այդ մուկն ու կատուն, հասկացան, որ դա չի աշխատում, էլի ժողովուրդը չի ուտում դա։ Հիմա որոշեցին ինչ անեն, որ նույն ֆորմատի մեջ մնա, որ միշտ իրենք ասելու բան ունենան։ Հարձակվեցին եկեղեցու վրա։ Թվում էր, տեսեք, այն հայտնի բանը, որ գրել էր, որի համար Ալեն Սիմոնյանն ասում է դա բոլորովին բան չի, խնդրեմ։ Այսօր ասում եմ, այսօր իր բենեֆիսն է։ Այսօր այս խոշոր եղջերավորի բենեֆիսն է։ Ասում է դոմփելը հայեյանք չի, կարող եմ կրկնել վարչապետի խոսքերը։ Դե հա, մի մարդու համար, որ քաղաքացու դեմքին թքելը, ընդ որում, այնպես չէ, որ ինքան ուժեղ տղա է, որ ինքը կարող է գնալ մեկի դեմքին թքել, չէ։ Ինքը այնքան ուժեղ տղա է, որ պետության փողերով վարձկան ինչ որ Ենիչերիներ բռնել է մեկի ձեռքերից, որ Ալեն Սիմոնյանը անվնաս լավ պաշտպանված չի քաղաքացու երեսին իրեն դավաճան ասելու համար։ Եթե դա հանցագործություն չի,
Հիմա ասում եմ, կարող եմ կրկնել, այո, դոմփերն են բանը, հայոյանք չի։ Դե եթե հայոյանք չի, ես արդեն բանը պատկերացնում, որ սա պետք է մտնի դատական պրակտիկա, հա, ասենք այդ process-ները դատարանում բռնաբանությունների հետ կապված եւ այլն։ Հա, արդեն կարելի է ցիտել, ասել, տեսեք, Ալենը ասում է, վարչապետը ասում է, ու ասում են իրանք որոշել են, որ դա հայոյանք չի։ Դատախազնել հայտարարել է, չէ՞ որ թքելը բան չի, հանցագործություն չի, կարելի է թքել։ Հիմա իմացեք, ուրեմն նույն բանը դուք կարող եք իրենց ասել, նույն գործողությունը կարող եք իրենց նկատմամբ անել եւ այլն, բայց հիմա գնանք սկզբնաղբյուրին, ինչու այդ ասելուց հետո, այդ ստատուսը դրելուց հետո սրանք ոչ միայն չլռեցին, որ իրենք արագ լղոզեին այդ թեման անցներ գնալ։ Ու իրենք ամեն օր առ այսօր այդ թեման արտացում են։ Ամեն օր, կարծես դիտավորյալ մարդկանց էս թափ են տալի, ասում են բանը։ Մենք պիղծերս այն մյուս պիղծերին բան ենք անում, ասենք այդ գարեգիններին էլի բացահայտում ենք, ու ասում ենք երեխա ունի, եթե երեխա ունի, ուրեմն ինքը կաթողիկոս չի կարող լինի, ասում եմ մոռացեք, որ մենք պիղծ ենք, բայց տեսեք նրանք էլ են պիղծ, հասկացաք այս ամեն ինչի համար է, սա էլ էս տականքներ ինչ է ասում, նայեք, սա ֆանտաստիկ է вообще, հալեսի մոռանանք, ստելսեք, ասում եմ մարդկա հոգևորականի ձեռք է համբերում, բայց չիմանանք այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր։ Պատկերացնում եք, սա Հայաստանի ազգային ժողովի նախագահի խոսքերն է։ Բոլոր տրամաբանության կանոնները հուշում են, որ այս թեման պետք է շուտ փակվեր, չէ՞, որ անհարմար թեմա է, օրակարգից դուրս թեմա է, պետականությանը չվերաբերվող թեմա է, չէ, ամոթ թեմա է, իրանց պատիվ չբերող թեմա է, եթե պատիվ ունեն, բայց իրանք ամեն օր խոսում են դա մասին, ամեն օր, ինչի համար։ Պատասխանը մեկն է։ Եթե իրանք խորհրդարանում քաղաքական իմաստով ունեն ցույց տալու Ռոբերտ Քոչարյան, որ ասեն Ռոբերտ Քոչարյանը հանցագործա իր ֆոնի վրա ուզենան մի քիչ լավել է, հասարակական կյանքում եւ բարոյական կյանքում իրանց թիրախը այդ առումով հարմար թիրախը դա եկեղեցին, այսինքն ոչ թե եկեղեցին ընդհանուր, այլ կաթողիկոսն է անդեղ, Աճապահյանն է, մի խոսքով ով նրանք, որի նկատմամբ իրենք կարող են ասել, որ ձայնագրություններ ունենք, փաստեր ունենք, որ դրանք երեխեք ունեն, բիզնեսներ ունեն, էս ունեն, այն աստիճան, որ նույնիսկ Աճապահյանը չի էլ հերքում, որ չի էլ հերքում։ Մի բան էլ ես կարող եմ ավելացնել, որ ասում եմ, ինչ ամոթ, հա, որ մեր երկու բան ունենանք, օլիգարխ թեմի առաջնորդ ունենանք, դա Աճապահյանի խոսքերն է։ Հիմա Աճապահյանի նման, այս կաթողիկոսի նման հոգևորականները իրանց այս պահին, այսինքն օդի նման անհրաժեշտ է։ Ես դրա համար եմ ամեն անգամ ասում, եթե կաթողիկոս ուզենար եկեղեցին փրկեր, համբավը, հա, նա հրաժարական կտար, կասեր ընտրեք մի հատ անաղարտ մեկին, որ գոնե հավատացյալ է, որ գոնե ընտանիք բան չունի, թող գա, նստի տեսնեմ այն ժամանակ ինչ են ասելու։ Եվ եկեղեցին նախ կդառնար ավելի հեղինակություն, ինչքան որ ունի, վստահ եղեք նոր կաթողիկոսի, նոր ընտրությունների արդյունքում եկեղեցու հեղինակությունը, եթե ունենայինք հավատացյալ բան, կաթողիկոս, անգամներ կավելանար, նույնիսկ իմ աշխում։ Բայց նա չարեց, որովհետև ես չգիտեմ նույնիսկ ինքը իրավունք ունի անելու, ասկի իր հրաժարական ինքն է որոշում, թե դա Պուտինը որոշում։ Բայց սրանց դա պետք է, որտեղ sense կասեն, մարդկա հոգևորականի ձեռք համբուրում, բայց իմանանք ասում է դա ձեռքը համբուրելուց առաջ որտեղ էր։ Տեսեք, սա ասում է ամբողջ մի հատ պետության ամենագլխավոր մարմնի նախագահ։ Պարլամենտական պետության մեջ պարլամենտի նախագահն դա երկրորդ մարդն է։ Եթե մեր երկրում երկրորդ մարդը կարող նման միտք ասի, ազնիվ խոսք եմ ասում, նշանակում այդ երկիրը արդեն գոյություն չունի։ Թող ինձ ներեն այն մարդիկ, որոնց սա կարող է վիրավորի, բայց ես ուղղակի փաստ եմ ասում։ Ես չեմ ասում, թե ամեն ինչ ավարտված է, ոչ մի բան պետք չի անել, պետք է հարմարվել, վերջ, բան։ Չէ, ես դա չեմ ասում, ես փաստ եմ ասում, դա վերջն է, արդեն վերջն է։
Եթե ուզում եք մեկ ինչ-որ մի բան փոխել, պետք է ինչ-որ մի բան անենք։ Մենք այդ անելու մասին անպայման խոսելու ենք։ Անպայման խոսելու ենք։ Հիմա այսօր ես վերջնականապես եկա եզրակացության, որ այս թեման եկեղեցու հետ կապված։ Սա իրանց բանն է մաքրվելու, եթե քաղաքական առումով իրանք ունեն թիրախ քոչարյանով է, բարոյական դաշտի վրա, որ իրանք բարոյական սրիկաններն ու վերջացած տականքները չեն, դրա դիմաց կա, ասենք, կաթողիկոս, աջապահյան եւ այլն, որի նկատմամբ իրենք կարող են հայտ ներկայացնել, ասեն մենք պարտավոր չենք կուսակրոն լինել, մենք ազատ մարդիկ ենք, մենք չենք, բայց նրանք սրիկա են։ Այսինքն իրանց կառավարման հիմնական նպատակը ոչ թե արարելն է, ցույց տալ, որ ես գործ եմ արել։ 7 տարվա իրանց կառավարման մեթոդաբանությունը սենց է եղել, նա վատնա, նա ավելի վատնա։ Պատկերացրեցիք, ու այս փուլու ավելի վատնա իրանց համար կարողացել են ստեղծել, բռնել 2 կերպար կամ 3 կերպար, ընդ Բագրատն է եւ այլն։ Ու իրանք մի որոշ ժամանակ դրա վրա են խաղալու։ Դրա վրա են խաղալու, բնականաբար մարդիկ էլ պետքա ի վերջո հասկանան այս խաղի իմաստը։ Ոչ Բագրատն է գնալու, չգիտեմ, անհետանալու, ոչ Աջապահյանը, ոչ բանը, կաթողիկոս լինենք, միշտ լինելու են։ Ու սա միշտ առիթ է լինելու սրանց համար խոսելու։ Ու օրակարգ, հիմնական օրակարգը թողելու, հիմնական որն է պետության խայտարակ վիճակը։ Մենք խոսանք դրա մասին, բայց որպեսզի դա չլինի քննարկման թեմա, ոնց որ Ալիևին պատերազմն է պետք, ոնց որ Պուտինին պատերազմն է պետք, սենց էլ սրանց այս բաներն են պետք, թիրախներն են պետք, որպեսզի մարդկանց օրվա լրահոսը սանով ապահովում, որ մարդիկ չխոսան ջրի աղտոտվածության մասին, որ ասեն 3-4 օր ամբողջ Շինգավիթ համայնքում ջուր չկա, եղածներ ժանգաջուր է, Եղվարդում ջուր չկա, օդն է կեղտոտ սարսափելի, ծառերն է կտրած, Ավինյան Տիկոն գնացել է Իսպանիա, որպեսզի օդի աղտոտվածության դեմ ինչ-որ բան մտածի, դրեց ամբողջ քաղաքի ծառերը մորթեց, կոռուպցիոն ճանապարհներով ձեռբերված սակուրաները անիմաստ ընկելու համար, այն հսկա թղթիները փոխարինես նրանով, օդի հերնանից ես գիտակցաբար, հիմա գնացել է Իսպանիա, էլի պետության փողերաշուն, որ տեսնեն այս աղտոտվածության օդի հարցը ոնց է լուծելու, տրանսպորտի հարցը չի լուծվում, ասում են տրանսպորտի հարցը չեն կարողանալու լուծեն, որովհետև չենք հավաքագրել գումարը, հասկանում եք, այնքան սենց որ մասին կպնես, փլվում է ինքը, այս պետությունը, սա պետություն գոյություն չունի։ Բայց որպեսզի դա երբեք չդառնա օրվա լրահոսի օրակարգ, իրանք այս բանը պետք է մտցնեին մեջ։ Հիմա ես ուղղակի կանխատեսում եմ, որ եւս 1-2 շաբաթ, գուցե 1 ամիս այս կուսակրոնական բազարները կգնան, կներեք խոսքերից համար, միջև իրանք գտնեն նոր թեմա։ Հիմա նոր թեման ինչը կլինի, ասենք կարող է նոր թեման վերցնել իրանք սարքել մի հատ ընդդիմադիր, հետո բացահայտել, որ իրանք ստեղծած ընդդիմադիրը եսի ինչ ա եղել։ Իրանք սենց պետք է ապահովեն, զբաղեցնեն մասաներին, այդ մասաների մեջ անշուշտ կան այն այսօր ասեցի անգրագետ վախկոտները, որոնք պատրաստ են լսել ամեն ինչ ու ուտել ամեն ինչ, ինչ որ իրենց դեմը կդրվի։ Հասկանում եք, գաղութներում այտենց է, չէ՞։ Գաղութներում բա ոնց է որ ասենք 1000 հոգու 10 հոգի է հասկում։ Որովհետև այդտեղ արդեն մի քիչ երկար մնացածները իրանք ապստամբելու կամքել չունեն։ Իրանք մի բան են ենթադրում, այդ օրվա լափը ժամանակին կհասնի, որտեղ այդտեղ ճաշել չեն տալի ուտելու, դա ճաշել չի, ինչ որ մի հատ ինչ որ սմես է, էլի, ինչ որ բանը, մասսա է տալիս են, որ ինքը մի բան գնացնող է, սովից չմեռնի, էլի։ Ու գաղութում երկար ժամանակ ապրած կալանավորը ինքը չի մտածում, ապստամբելու, փախնելու ինչ որ բան, չէ, ինքը մտածում է գոնե այդ օրը ժամանակին տան։ Գոնե մի քիչ ինչ որ ուտելու բան լինի, որ ասենք շատ զզվելի չլինի։ Հիմա նույնն է։ Հայկական իրավիճակում էս նույն գաղութն է։ Մարդիկ չեն մտածում, ինչ որ նոր բան գտնեն, մի բան կասկածի տակ դնեն, նոր բան սովորեն։ Չէ։ Մի բան լինի, այդ օրը լսեն, խոսան, օրը անցնի։ Այս նույն հոգեբանությամբ սրանք շարունակելու են եւս այնքան ինչքան այդ գործողությունը, այդ էֆեկտը տալիս է։ Քանի տալիս է անելու են։ Եվ միաժամանակ բյուջե հաշվի եւ խնամքի պարագաները, կոսմետիկա է։
Դուք հասկանում եք։ Ես որ ասում սրանք ծնունդով բոմժ են, բոմժը գիտեք ո՞րն է։ Դա փողի հետ կապ չունի, բոմժը հոգեբանություն է։ Հոգեբանությունը նա ինչքան ուզում է ունենա, ինչքան ուզում է ունենա։ Էլի Պետրոսյան հաշվին մի հատ, այս առաջի անգամը չի։ Անցած անգամ փողկապ, շարֆ, ինչ որ բան, sense բաներ։ Մի հատ Պետրոսյան հաշվին եւս մի բան թալանածը իրանց հաճույք է տալու։ Ես որ նոր էի աշխատում Նյու Յորքում, ժամանակ թերթերում դες բան գրվեց, որ մի հատ այսպես բոմժ էր մահացել, սայլակի վրա փող հավաքող։ Οκ, ասում եք, փող հավաքող։ Հաշմանդամ։ Դե մահացել էր, տեղափոխել էին, որ հանել էին սայլակի վրայից $175,000 կախիկ փող էին գտել, ինքը վրա նստած։ Դա մանեմ ասում, բոմժը դա փողի պակասությունը չի, դա հոգեբանությունն է։ Ոնց որ գրզոնա բոմժ, ոնց որ գրզոյի աղբերն է բոմժ, այն որ Մոնակոյա գնում երկու ձեռքի ժամացույց կապած, որ ասի ես փող ունեմ։ Հա? Հասկանում եք, դրանք այն տեսակն են, ոնց սրանք այն տեսակն են, որ ինչքան ուզենան ունենան, ինչքան նույնիսկ ասա թիվ ասա տալիս եմ, այդ թիվը գրի, զրոներն էլ 2-0-ի լեսա կողքից ավելացան, կամ էլի մեկը գնալու է ասի Պետրոսյան հաշվին ինձ մի բան ավել առնեմ, որ ես ինձ լավ զգամ։ Չէ՞ որ հաստատ ինքս քսուկների կարիքը չուներ։ Տոտոյի վզին նստած է, փայատեր, խոխի խնդիր ընդհանրապես չկա այնտեղ, հասկանում եք։ 17.5 միլիարդ դոլարի մենակ ման է եղած հաստարի։ 17.5 միլիարդ դոլարի խաղացել են Հայաստանում։ Կասում եք էս ինչ թիվ է։ Բայետի հո Վիգենինը չի մենակ։ Վիգենի կրեշոա։ Սա։ Բայց էլի այդանի հետ մեկը պետությունից գողացած մեկ հատ կասմետիկ բաները, խնամքի միջոցները։ Այս մարդուն հաճույք, այս մարդկանց, որովհետև իրանք մեկը ոսկորը դատարկա, հոգիները դատարկա, տեսակով բոմժ են։ Ինչ ասեմ։ Ալատ Միրզյանի կինը ներդրումների աջակման կենտրոնի հիմնադիր տնօրեն, հիմնադրամի տնօրեն։ Բոլոր իրանք են։ Բոլոր իրանք են։ Ես նենց եմ ուզում իմանամ, անենց եմ ուզում իմանամ այս ներդրումների աջակման կենտրոնը ինչ է արել մի երկրի համար, ոսանք ստեղծել են, որի արդյունքում ներդրումները մեկը բան պետքատան չէ, օգուտ պետքատան չէ երկրում։ Որի արդյունքում 7 տարվա մեջ 7 միլիարդից ավել պարտք ավելացել։ Ինչ են արել սրանք, որ ոչ միայն երկիրը չի շահել, այլ 7 միլիարդ պարտագում արել։ Ինչ։ Ես գիտեմ, որ Հայաստանում այո աշխարհում կլինեն այն իմ ասած անգրագետ վախկոտների մի փունջ, որ կասի, ստե կոռուպցիա չկա, ցանկ հանցագործ չեմ։ Ինչ անենք, որ Արադ Միրզյանի կինն է, հա։ Ես հիշացնեմ, այս վերջերս ընդամենը կառավարությունը լուծարեց մի այդ sense հիմնարկ, որ կոչվում էր անիվ։ Որը ոչ միայն թալանել էր հարյուրավոր միլիոն դոլարներ պետությունից վերցել էր, ոչ մի բան։ Հələ մի բան էլ 1.7 միլիարդ դրամ պետությունը փող հատկացրեց, որ այդ հիմնարկի պարտքերը փակի։ Այդ հիմնարկը ղեկավարում էր, ստեղծել էր Նիկոլ Փաշինյանի եւ Ավինյանի ձեռքերով։ Ասում այդ հիմնարկը պետությունից ստանում էր փողեր, որ ինչ որ բանը պրոյեկտներ պետք է անի։ Հարյուրավոր միլիոն դոլարներ չկա, տվել է ու հասկանում եք ինչա նշանակում այդքան փող տալ։ Դուք երբեմն փորձել եք պետության հետ աշխատել։ Ասեք պետությունը ձեզ մի բանի համար վճարի։ Դուք պետք է հսկայական ծրագիր ներկայացնեք, հիմնավորեք, որ այդ ծրագիրը կարող եք ներկայացնել։ Լավ, պատմա փուլ առ փուլ, կատարված գործի դիմաց, հետո հաշվետվությունա ներկայացվում, արվել է թե չի արվել։ Չի կարող առանց պայմանավորվածության հարյուրավոր միլիոն դոլարներ գնան հիմնարկների, որոնք գոյություն չունեն։ Հասկանում եք։ Ու այդքանից հետո հիմա փողը չկա, ոչ մեկ չի երևում, Ավինյան Տիկոնն էլ չի երևում։
ինքը գնում է Իսպանիա, որ հասկանա Հայաստանի օդը իհարկե կերտով։ Հիմա դες մի հատ հիմնարկի տոն են դնում են Արարատի կնոջը։ Դե իհարկե շատ հիմարների համար սա նորմալ է, ստե բան չկա։ Սովորաբար միշտ նորմալ է։ Դրամանեն Հայկ Կոնջորյանն ասում է մեր ոսկեդարը հիմա է այսօր։ Ինքը ճիշտ է ասում։ Սա իրանց ոսկեդարն է։ Իրանց ոսկեդարն է, դա մեր հետ կապ չունի։ Ոչ մի պետության մեջ այսքան փող, sense ստորագրությունով վերսա գնանք ուզում ես արա։ Չէր կարող լինել, բա ինչով ոսկեդար չի, ինքերներ ջան։ Կարող եք մի պատճառ ասել, որը ես կասեմ, չէ, գիտեք ինչ։ Բանը Հայկ Կոնջորյանը սխալ ասում, էսի ոսկեդարը չի իրանց։ Ինչի ոսկեդար։ Պալատիներ դա արա։ Ուղղակի ամեն ինչ վերջ անելու մի օր։ Ամեն ինչ։ Վայ։ Տեսնես մարդու կարճամտությունից եւ ագահությունից ավելի սարսափելի բան կա։ Ես մատ բան հայրս մի հատ տարիքով ընկեր ուներ։ Լավ խոսք ունի, ասում ոչ մեկ իր խելքից չի բողոքում։ Բոլորը իրաց բախտից են բողոքում, բախտից։ Օրը գալու է, սանք անիծելու են իր բախտը։ Բախտերը առանց հասկանալու, որ բախտ կոչվածը իրենք են իրենց ձեռքով ստեղծել։ Այդ որ ասում եմ խոսքում 30 տարի առաջ եմ լսել, եթե ոչ 40։ Ես արդեն այդքան մեծ եմ։ Ես մի 40 տարվա բաներ եմ խոսքեր եմ հիշում արդեն, էլի։ Ասում ոչ մեկ իր խելքից չի բողոքում։ Օրը գալու է, սանք ոչ թե բողոքելու են, սանք անիծելու են, անիծելու։ Ու դա ոչ թե իմ կամքով է լինելու, ոչ թե իմ ձեռքով է լինելու, որ իրանք պետք է անիծեն, ուղղակի դա բնության օրենքներն է, ոչ մեկ չի կարող պայմանավորվել դրանց հետ։ Բայց հենց ագահությունը գիտեք ինչով է հետաքրքիր, այս իրանց հոգեվիճակը։ Սատանան ոնց է ստեղ խաղում։ Սա կոչվում է անպատժելիության զգացում։ Սա անպատժելիության զգացումն է, երբ որ չկա բան արագաչափ փողոցում։ Ոստիկան չկա, ու հարբած 16 տարեկան լակոտը նստած ասպորտային մեքենայի ղեկին, իրեն թվում է, եթե ոստիկան չկա եւ արագաչափ չկա, ուրեմն այլ հետևանք չի կարող լինել, հասկանում եք։ Ու ոտը դնում է գազին ու մի չվերջ։ Ինչի, որովհետև իր պատկերացված վտանգը դա բացառապես ոստիկանն ու բանն արագաչափն է։ Այ հիմա սրանցն է։ Սրանց թվում է այդ միակ բանը, որ իրանց կարա բռնի, դա ԱԱԾ-ն կամ քննչականն է, որ իրանց կարող բռնի։ Այսինքն կյանքում իրանց համար ուրիշ ոչ մի վտանգ չկա։ Բայց հետաքրքիրը որն է, որ այս պահին ԱԱԾ-ն էլ քննչականները իրանց հետ նույն հանցագործ թվում են, սրանց թվում է վերջ նշանակում է աշխարհում ուրիշ վտանգավոր բան, որից պետք է զգուշանա, չկա նշանակում է կարելի անել այն ինչ ուզում են։ Ես էլ ասում եմ, շնորհավորում եմ, սատանան հասել է իր նպատակին, որ դուք հենց այդ կարծիքին եք։ Հետո չասեք, բա ոնց եղավ սենց։ Չասեք։ Ես ասում, այսօր սա բենեֆիսն է։ Ասում եմ, եթե ցանկություն հայտնեինք, մեզ քննադատող հոգևորականները կդառնային մեր ծառաները։ Արեն Սիմոնյանը հերբից միշտ նայել է, ժամանակին հոգևորականները ոնց էին ծառայում մի մասը, հանրապետականներին, միշտ նայել է, միշտ նախանձել է այդ հոգևորականներին, որ կարողանում են ատենց ծառայեն, ասենք իրանց սեղանից օգտվեն, ասեմ, որտեղ իրան բարձրագույն նպատակն էր, որ ինքը նույն ձևի կարողանար գրզոյի սեղաններից օգտվել։ Միշտ նախանձել է այդ բանը փառքին։ Դրա համար ասում է հիմա, եթե մենք ցանկություն հայտնեինք, մեզ քննադատող հոգևորականները կդառնային մեր ծառաները։ Ձեզ քննադատող հոգևորականները արդեն ձեզ ծառաներն են ու վաղուց։ Բագրատը փրկեց ձեզ կախաղանից անցած տարի։ Մի տարի առաջ ընդհանրապես։ Գայգինը ձեզ փրկեց 5 տարի առաջ, էլի նույն կախաղանից։ Իրանք ձերն են։ Ձեզ ծառաներն են, էլ ոնց անեն, էլ ինչ անեն։ Մենակ ամեն անգամ, որ Աջապանյանը տեսնում բան խոսում, ինքն արդեն ձեզ ծառան է, որովհետև ոչ մի բան ավելի ձեզ չի պահում, չի աջակցում, քան վարկաբեկված խորհրդարանական ընդդիմությունը
Եվ այն մարդիկ, որոնց դուք դարձել եք այսօր թիրախ, մարդիկ խոսում են եկեղեցուց, կառույցից, ինստիտուտից, բայց ոչ մեկի բերանը չի բռնում ասի Գարեգինը անմեղա։ Ոչ մեկ չի կարողանում այդպես բան ասի, որտեղ այդպես բան գոյություն չունի։ Այսինքն հենց մենակ այն հանգամանքը, որ իրանք կտենց են ու դուք էլ հատուկ հենց իրանց եք բերել դեր, իրանք արդեն ձեզ ծառայում են։ Ուղղակի ձեզ թվում է մարդիկ հիմար են կողքից այդ ամեն ինչը չեն տեսնում ու չեն հասկանում։ Ոչ, խոշոր երջերավոր, մենք տեսնում ենք, մենք հասկանում ենք։ Այդ ամեն ինչն էլ ժամանակ ունի։ Նորից եմ ասում, ամեն ինչ իրախություն մեզ եւ ի տխրություն ձեզ ժամանակ ունի։ Ես չգիտեմ այդ ժամանակը որն է, դուք էլ չգիտեք։ Ժամանակը կարող է վաղնա, մի ամիս է, մի տարի է, չգիտենք։ Բայց որ բնության մեջ հավերժ ոչինչ չկա, ու ոչ Պինոչետն է հավերժերը, ոչ Ստալինը, ոչ Հիտլերը, ոչ մեկ, ոչ Պուտինն է հավերժ։ Հեսա իրանք կհասնենք, իրան լացի ձեները մենք էլ լսելու ենք այսօր։ Ոչ մեկ հավերժ չի։ Թե ով ոնց է վերջացնում իր ճակատագիրը։ Ասենք Պուտինին հավերժ անմնացող ծառայած գեներալները ինքնական իրենց շպրտում են տներից բասահարկ։ Ինքնական։ Մի հատ էլ հետո գրում են, որ իմ շպրտվելու մեջ ոչ մեկին չմեղադրել։ Հասկանում եք։ Լինում է ու նույնիսկ եմ ասում ես ուրախ եմ, որ դուք միակ այսօրվա սպառնալիքը համատում եք ձեր համար, հա, բանը, ածան, որը նույն հանցագործ կառույցն է կամ քննչականն է, դատախազությունն է, որը նույնն է, ու ձեր համար ուրիշ վտանգ չկա այս աշխարհում, այդ դրա համար ես sense նայում եմ, ասում եմ սատանան ինչ հիանալի է աշխատում ձեր վրա, ոնց sense իդեալական ձեզ sense հանելա կափարիչը, sense բացելա, ուղեղը գտալով կերելա մեջից։ Ու sense հիմա փագելա, sense ավտոպիլոտ գնում եք դեպի կործանում։ Անտի։ Երևի հիշում եք այս կենթանու, որ ասեց վախ, բա որ իմանայիք այդ բանը, ես որպես նախկին ճեմարանական կարող եմ ասել ինչ էր կատարվում այդ ճեմարանում, իրան ոնց են փչացրել ընդե։ Ինքը շատ բան ունի պատմելու, շատ բան կարող ձեզ պատմի։ Ինքը բոլորից կարա պատմի, Միշիկից կարա պատմի, Սերժիկից կարա պատմի ոնց էր հոգևորական լինելով փաստաթղթեր կերծում, որ փախներ, բանակից փախներ Կանադա, Ամերիկա, ոնց էր մոր վրա ցուսմունք տալիս, ինքը այնքան բան ունի պատմել, ուղղակի մնում է մեկը հավես ունենա, նստի այդքան գրի ուղղակի, բայց մեկը սրա նմանները գիտեք ոնց է, որ հայտնվում են մի հատ սենյակում, sense թուղթը գրիչը, sense գրիչը բերում են տալիս են ձեռքը, ասում են գրի։ Ու դուրս են գալիս սենյակից, ու չեն ասում կոնկրետ ինչ գրի։ Երրորդ օրը գաս, տեսնես հələ գրում է, որտեղ ինքը ինչ կա չկա գրելու է, նույնիսկ զապասով է գրելու, եթե նույնիսկ դու չես մտածել, որ հարցը պետք է տաս, ինքը համենայն դեպս դա էլ է գրելու։ Սրանց գործը, սրանց տեսակը գրողն է, պատմողն է, ածողն է։ Եվ ինչ է ասում սա։ Ասում է եկեղեցի եւ պետություն դիմակայություն չկա, անձանց միջև այդ դիմակայությունը։ Կա կոնկրետ անձանց հետ կապված խնդիր, կա պատկերացում, որ եկեղեցուն հնարավոր չի այդպեսի հնարավոր է ինչ որ այդպեսի հարվածի տակ դնել Արման Բաբաջանյանն ասում։ Ռուսական մամուլը անդրադառնում է այս բանավեճին եւ եկեղեցուն ներկայացում է որպես նախկին իշխանության վերջին բաստիոն։ Պատահական չէ, որ եկեղեցին այս պահին քաղաքական կողմ է։ Մենք բոլորս ակնկալում ենք, որ ամենայն հայոց կաթողիկոս համայնքները այս ամենից վեր կանգնեն, չդառնային քաղաքական կողմ։ Պատկերացնում եք։ Դժգոհ եք, որ ինքը քաղաքական կողմա դառնը, սարքել են իրենց։ Բայց ձեզ ով էր պահելու։ Եթե ինքը քաղաքական կողմ չլներ, հանկարծ խոսար, չթողեր Արցախի հանձնելը, դուք ո՞նց էիք Արցախը հանձնելու։ Ո՞նց։ Եթե ինքն ասեց համայն աշխարհի հայությունը հաներ հենց 20 թվականին։ Ասել ես չուր չեմ տա կապիտուլյացիա։ Աշխարհով մեկ, ասում ես եկես անց դռներն էին գել, ասում էի զանգերը խփեք, արեք գնանք մակ, էս են, ասում էին չէ։ Կաթողիկոսից այդպես հրաման չկա։ Բա որ քաղաքական էս ինքս էս փակած չլներ ամեն ճանապարհը, ձեզ ոչնչացնելու համար։ Ձեզանից ինչ կմնար այ փսլնկոտներ։ Դուք սրանց ոտերը պետքա լվանաք
ջուրը խմեք, սրանցից մեծ աջակցություն դուք չեք ունեցել կյանքում, դուք ձեզ զոմբիներն են պահում, են անուղեղ, են անսրբություն, անաղուհաց, դրանք են այդ մոլախոտերն են ձեզ պահում, դրանք ձեզ չեն պահում, դրանք ձեզ գերեզմաններին առաջի թրվռացողներն են լինելու, ձեզ պահել է Ռոբիկը, ձեզ պահել է այս կաթողիկոսը, ձեզ պահել են այդ քահանաները, ձեզ պահել են համահայկական բոլոր կուսակցությունները, դաշնակները, հնչակները, ռամկավարները, միությունները, то չգիտեմ, բարեգործական միությունները, սրանք են ձեզ բոլորը պահել, այ ողորմելիներ, այ թշվառներ։ Սեզանից ինչ կմնար, եթե հանկարծ Սփյուռքին ցած չպահեին, զակատ չանեին, ասեին վերընկեք տեղներդ, հանկարծ այս Սփյուռքը դուրս գար։ Հայաստան աշխարհի վրա մի հատ դեսպանատուն չէր լինի, որ այնտեղ բանը անցուդարձ այդ դեսպանները հանգիստ կարողանային մտնեին դուրս գային Հայաստանի ներկայացուցիչները, կփախնեին այդ երկրներից։ Շանսատակ լինելու վախից կփախնեին, եթե այս հայերի ձեռքերը այս կեղտոտները բեռնած չլինեին։ Դուք սրանց այսօր ասում եք քաղաքական կողմ եք դարել։ Դա ոչնչություն սրանց շնորհիվ եք դուք այսօր իշխանության։ Ու հիմա ինչ ասեք սրան հասնում է, բայց նույնիսկ եմ ասում, սան չեն ասում, որովհետև հասնում է, սրանց թիրախ է պետք, որ ցույց տան, որ իրանցից վատն էլ կա, սա է խնդիրը։ Այս մեր կռիվը չի, ոչ Նիկոլ Քոչարյան կռիվն է ճակերտավոր մեր կռիվը, ոչ այս կաթողիկոսի հետ նա կռիվը, մեր կռիվը չի։ Նույնիսկ սա եկեղեցու դեմ էլ բան չի, հալածանքները չի։ Եկեղեցուն սրանք ոչ մի բան չեն կարողանալու անել։ Սրանց անձնական է։ Դա համար եմ ասում, անձնական։ Ուղղակի այդ ընթացքում սրանք ոտնահարում են բարոյական բոլոր չափանիշներն ու սահմանները զուգահեռ մարդու անձնական կյանքի, բարեվարկության եւ այլն, քաղաքական օրակարգի ամեն ինչ այս ընթացքում։ Հիմա ասում է պետք է քաղաքականության կողմ չդառնալ։ Որորա Բաղդադը ձեզ անցածላይ չբրգեր։ Պատկերացնում եք, դուք բունկերից չեք կարողանա դուրս գալ։ Դուք ամեն անգամ դուք մոտ փախնում մտնում եք բունկերները, սրանք են ձեզ փրկում։ 20 թվականին սրանք էլի ձեզ փրկեցին, անցած տարի ոսկեպար բաղանիսը հանձնելուց էլի սրանք ձեզ փրկեցին, հավաքեցին ժողովրդին տարամբերին, նա դա տարան ջարդեցին, ասեցին մենք օրեք չենք խախտելու։ Վեր սրանք են ձեզ պահել, սրանք դուք պետք է ոտները լվակ սրանց, ջուրը խմեք օրական 3 անգամ։ Սոված փորին։ Կամ ես մյուս հրեշը, սան ճանաչում եք ով է։ Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն նշանակվել է դեսպան, այնը որտեղ Հայկական Շամյանն է։ Հունգարիա ուղարկել են լավ աշխատանքի համար, հավատարիմ թալանելու համար, ուղարկել են Հունգարիա։ Հիմա ես Հայկա Կարշամյանին հիշացնեմ, որ հանկարծ ինքը չմտածի մենք բան ենք մոռացել։ Հանկարծ մենք ունակ ենք ինչ-որ բան մոռանալու։ 44 օրյա պատերազմի ժամանակ ամբողջ հայ համայնքների հավաքված 220-ից 240 միլիոն դոլար, մենք միջև վերջը չիմացանք ինչքան փող հավաքվել։ Մենք այտենց էլ չիմացանք ինչքան փող։ Սա անօրինաբար վերցրեց տվեց կառավարությանը։ Դրա իրավունքը չունենալով այդ մարդիկ հավաքել էին, փողը տվել են կոնկրետ նպատակի։ Փող բանը հավաքելը տենց ալում կոնկրետ նպատակը նշվում է, այդ նպատակի համար մարդիկ փողը տալիս են ու ոչ մեկ իրավունք չունի այլ նպատակների համար ծառայեցնել գումարը։ Ցանկացած հիմնադրամը տենց է։ Այս տականքը վերցրեց այդ 100 միլիոն դոլարները տվեց Նիկոլին։ Նիկոլն էլ այդ ժամանակ սկսեց բաժանել իր պատգամավորներին եւ մնացած բոլոր խոսացող գլուխներին փողեն, որ բաժանում էր, որ այդ ընթացքում 20 թվականի պատկերացնում եք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն է, որ այդ ընթացքում հանգարց իր դեմ դուրս չգան։ Դուք պատկերացնում եք ինչքան փող տված կլինի։ Հələ էսի մենակ հիմնադրամի փողերն ա տվել, բայց ինչքան Ալիևների են տվել ոչ տար։ Սա թվում է, որ ինքը փախավ Հունգարիա, ինքը պրծնելու է, Հայկա Կարշամյան, մտքովը չանցնի։ Հունգարիայի հայրենակիցներ ջան, սրանք որ տեսնեք, այս ամեն ինչը փոխանցեք։ Ու հարցրեք, ասեք այ անառակից ծնունդ։ Ես էլ եմ տվել այդ հիմնադրամին փող։
Այ անառակի ծնունդ, դու իմ տված գումարը այդ հանցագործներին քեզ տվել, ես տվել եմ զենք առնելու համար, պաշտպանական միջոցներ առնելու համար, իմ ուղարկած պաշտպանական միջոցները պահում էիք պահեսներում չեր ուղարկում սահման հելիք, չի, իմ գումարը որ տվել եմ որ պաշտպանական միջոցներ առնեք, այդ էլ չեք առել, տվել եք հանցագործներին, որ իրենց հանցագործությունները ծածկեն, Հենես Ալիևին կտայի մի անգամից փողը, հիմա Հունգարիայի, եթե չգիտեմ դե հայկական համայնք կա, թե չկա, եթե սրանք տեսնեք, վզակոտից բռնում եք, երկու ակաժներից ու թափ եք տալի, որ հանկարծ չմտածի, որ մենք սա մասին մոռացել ենք։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, իրենք բոլոր գիտեք ինչ վերաբերմունք է Զելենսկու նկատմամբ։ Նիկոլես մի բանով է տարբերում, մի բան, որ չկապիտուլացեց իր երկիրը։ Մնացած կոռուպցիայի մասշտաբներով լրիվ նույնն է։ Այսքանից հետո ուղիղ ասել է Թրամփին, եթե ուժերները չեն կանգնեցնում Պուտինը, նշանակում է կիսում է պատասխանատվությունը, վերջ, պաշոլ, որովհետև այսքան կրակոցից հետո ասել է բանը, գիտես, երևի պետքա չհարձակվեիր, չոչնչացնեիր այդ օդանավերը, հա, այդտեղ բան է, երևի պետք է չաներ, դու չես կարող կանգնացնես, ավելավե մի խոսա։ Ես անում եմ ինչ որ ինչը ինքը ինչ որ անում է ինքը չէ էլի, բայց միջև սան հասնել է, ես ուզում եմ Մայքլ Ռուբինին ներկայացնել։ Մատ հրաշք հոդված ա գրել։ Գոյատևման հարց ոչ ՀՀ կառավարություն, ոչ էլ ադրբեջան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան։ Շատ պարզ նկարագրում է ամբողջ խոհանոցը, ամբողջ ընթացքը ու վերջում էլ ասում է պատերազմը հավանական է։ Այս ամենը չի նշանակում, որ խաղաղությունն անհնար է, բայց կարճ ճանապարհներ չկան։ Խաղաղություն պետք է լինի, խաղաղություն երկու ժողովուրդների միջև, ոչ թե մեկ ժողովրդավարություն եւ աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկի միջև։ Տեսեցիք։ Նախ Ադրբեջանում պետք է լինի մի կառավարություն, որը կներկայացնի ժողովրդին, այլ ոչ թե կշահագործի նրան։ Այս իրականությունը անտեսելը խաղաղության առաջխաղացում չէ, այլ լավագույն դեպքում տասնյակ հազարավոր կյանքեր կխլի եւ դարավոր մշակութային ժառանգությունը ընդմիշտ կկորսվի, իսկ վատագույն դեպքում խաղաղությունը անհասանելի կմնա անվերջ բանակցությունները խրախուսելու փոխարեն։ Միացյալ Նահանգների Եվրոպայի համար Կովկասում խաղաղությունը առաջ մղելու լավագույն միջոցը կլինի բարոյական համարժեքությունից հրաժարվելը, Ալիևի դեմ բաժամիջոցներ կիրառելը եւ Կասպից ծովում ժողովրդավարության առաջնահերթություն տալը, այլ ոչ թե բռնապետությանը գովաբանելը։ Այսինքն, որպեսզի լինի տարածաշրջանում երկար խաղաղություն, պետք է լինի ժողովուրդների հետ բարեկամություն, բայց դրա նախ պետք է Ալիևը գնան եւ այնտեղ պետք է լինի ժողովրդավարական իշխանություն։ Այսինքն ցանկացած քայլ իբր ճակերտավոր խաղաղության ուղղված, դա բերելու է ավելի մեծ կորուստների, մեծ պատերազմների։ Նաև նշել է, որ Ալիևն ունի ընտրություն, խաղաղություն կամ պատերազմ, նրա նահանջը Բլինքենի եւ Սալավինի կնքած գործարքները, նոր զիջումների անվերջ պահանջները Հայաստանի դեմ շարունակական ռազմական ագրեսիան եւ այժմ ամբողջ Հայաստանին Ադրբեջան անվանելու նրա պնդումներն արտացոլում են մի մարդու, ով ապրում է իր սեփական ժողովրդի սարսափի մեջ եւ նույն ինքն է ասում, որ այս ամեն ինչը ինքը անում է, իր իշխանությունը պահելու համար, որտեղ իր իշխանությունը պահելու միակ բանալին եւ միակ ձևը, ինչպես է ստականքներն են անում իդեմս հարցակումների հոգեվորականների եւ շագերտավորում դիմադիրների դեմ, ինքն էլ ասում, որ Ալիևի իշխանության պահանջելու միակ ձևը մշտական լարվածություն եւ պատերազմական իրավիճակ պահելն է Հայաստանի նկատմամբ եւ քանի կա Ալիևի ռեժիմ, տարածաշրջանում խաղաղություն լինել չի կարող։ Ես չգիտեմ, մարդ կլինի, որ սա այդ ուզենա
Ուզենա օրինակ բանավիճի սրա հետ։ Իսկ ես հիմա ձեզ ցույց տամ ինչ անում Ուկրաինան։ Ինչ է։ Взорваны заводы, которые производят межконтинентальные ядерные баллистические ракеты «Тополь» и «Ярс». Ուրեմն այս մեջկոնտինենտալ միշտ ցամաքային ռակետներ արտադրող այդ Տոպոլի եւ մյուսի արտադրող գործարաններն են պայթացել էսը։ Бум-бада-бум. Ядерная отряда России под атакой. Вторая фаза спецоперации СБУ продолжается. Атаки на Северный и Тихоокеанский флот России. Атаки на атомные подлодки. Ուրեմն հասել է միջև Խաղաղ օվկիանոս։ Միսցերը։ Ատոմային բաների մոտ, ատոմային սուզանավների մոտ, դեռ են պայթացնում, պայսներից սկսած։ Удары по аэродромам со стратегической ядерной авиацией. Серия взрывов в Крыму. Там паника, эвакуация. Что там? Ой. Друзья, сегодня утром у нас всех началось с информации о чрезвычайном происшествии, которое произошло на Крымском мосту. Да. Սա գումարած, էսի բանը նահանգապետն էր խոսում բանի Կուրսկի Բրյանսկի մարզում երկու Իսկանդեր ամբողջ կայան անտառի մեջ պայթեցել են։ Մեխանիզմը գիտեք ոնց է։ Բնակիչները ասում են, թե տրանսպորտային շարժ կա։ Տեխնիկան եկե կանգնել է։ Տեղը որոշում են կոորդինատներով ու միանգամից վերևից ռմբակոծվում է այս կայանքները։ Այս կայանքները չի վերականգնվում։ Չի վերականգնվում, դրանք ոչ, դրանք ամենի գին ունի 50 միլիոն, 100 միլիոն, 20 միլիոն։ Հարցը ինչի որ դու այսօր վերցնես գնաս առնել։ Չկա, ոչ արտադրող հիմնարկը կա, արտադրող հիմնարկներն են պայթեցնում։ Ուրեմն արդեն դեպի Ուկրաինա գնացող, սա նայել եմ ամբողջը, բոլոր հիմնական երկաթգծերն ու կամուրջները պայթեցրած են։ Այսինքն լինում պատերազմը։ Ու ձեզ ինչ է թվում, ով է տալիս այս ինֆորմացիան։ Նույնիսկ ինչ է կարծում, հնարավոր է ամբողջ բանի մոտով, ես ես մտածում ամբողջ Ռուսաստանի տարածքով, ամբողջ այս հսկայական Ռուսաստանի տարածքով Ուկրաինան ունենա հետախուզական ցանց, ես դրան չեմ հավատում։ Երկու տարբերակ կա։ Կամ Սպուտնիկով են որոշում այդ շարժը, տեղը նշանակում են, որը նշանակում է օգնում է իրանց Բրիտանիան կամ Ամերիկան, կամ ասենք Ֆրանսիա, որում է հնարավորությունը, կամ հենց բնակիչներն են ուղղակի անում դա։ Բնակիչները ինչ են անում։ Ոչինչ չեն պայթացնում։ Չէ, տեսնում են մեծ տեխնիկան եկավ գնաց, ասում են մեր մոտով մեծ տեխնիկա գնաց, զանգում ասում են։ Ու ես հավատում եմ, որ կլինեն ասողներ, որովհետև բոլոր հասկանում են, որ այս երկրի փրկությունը Ռուսաստանի հենց դրա պարտության մեջ է։ Պարտության մեջ որ այսօր բոլորը հիշում եք, չէ՞, ես պատմում եմ չեչեների այդ բլոգերին Ադեգերանը, չգիտեմ քեր արել, կարող ասում են հայ, բայց ազգանունն է ուրիշ հիմա չեմ հիշում։ Չեչենները գողացան, նստեցին մեքենայի, գցեցին մեքենայի բեռնախցիկը տարան։ Ու բարձվում է, որ մեծ աղմուկ է լինում դրա արդյունքում։ Մեծ աղմուկով FSB-ն է խառնվում գործի մեջ։ Դրանց են բռնում գողացողներին, բայց ոչ մի բան չեն անում, ասում են բան արեք, ազատեք դրա, որտեղ աղմուկ է եղել։ Հետո սկսում են բան անել, բայց ոնց եղավ, Չեչնիայի բաները, ուժայինները գալիս են Մոսկվայի կենտրոնում, բլոգեր են ձերբակալում, այնը չեն ձերբակալում է, փաթաթում գցում են բագաժնիկը, որ տանեն, բեռնախցիկը։ Այսինքն բոլորը հասկանում են, որ այս երկրում անկախնալից դու բլոգերես, բարձա չէ՞ որ անդիմադիր չի այդ բլոգերը։ Անդիմադիր ես, անդիմադիր չես, կապ չունի ով ես, այդ երկիրը, այն երկիրն է, որտեղ մարդուն կարան ուղղակի վերցնեն, փաթաթեն, շպրտեն բեռնախցիկը ու տանեն։ Եթե բախտդ բերի, որ դու այդ ընթացքում կարողանաս միջև Պուտին հասցնես, Պուտինի մակարդակի ես հարցերը լուծվում։ Պատկերացնում եք, Պուտինի մակարդակի ես հարցերը լուծում։ Մի հոգու փախցնելու հարցը։ Բայց ինչքան մարդ կա, որ տենց վիճակում կարա հայտնվի, որ ինքը հնարավորություն չունի հասնելու ունդեր։
կնշանակում է այս համակարգը խելակ մարդիկ հասկանում են, որ պետք է քանդել ուղակի։ Քանդել, ոնց որ Ստալինի համակարգն էր պետք քանդել, ոնց որ Նիկոլի համակարգն է պետք քանդել։ Նույն համակարգն է, ոչ մի համակարգ, ոչ մի տարբերություն չկա։ Որտեւ եթե Հայաստանում մեկն ուզում է որ իր երեխեն նարկոտիկից հեռու մնա, պետք է Նիկոլի համակարգը գնա գրողի ծոցը։ Բան, այն տեղը, որ ես նկարագրում էի։ Որովհետեւ եթե մեկը ասում է, դե լավ ոչինչ որ Նիկոլն է, իմ երեխեն գնում է մանկապարտեզ կամ դպրոցի այդ ոչ մի վատ բան չի լինելու։ Դու չգիտես քո երեխեն ոնց է այն գյուղի անունը։ Հովիկ Աբրահամյանի, Մղճանի են դպրոցի երեխեքի նման, իրանց վերցնել են զորով նարկոտիկը լցնելու են իրանց բերանը, որ հետո կախվածության մեջ լինի այդ երեխեն։ Որովհետև եթե համատարած է դա ով կարող է ապահով զգա այդ իրանց այդ միջավայրի մեջ։ Ով Վառանեժում։ Քանչը։ Երկաթ գծերն են պայթասում։ Ու FSB-ն հաստատում է, այո, FSB-ն հաստատում է, որ այդպես բաներ չեն կարող մեծ սաստավներ գնացները չի կարողանում շարժվի դեպի ուկրաինական տարածք։ Սրա մասին էի խոսում։ Ռուսական երկու Իսկանդեր այսենց համակարգ պատրաստում էր խփել Կիևին, հա։ Ամեն մեկը 6 հատ պետք է խփել։ Մի խոսքով բոլոր տարակացել են։ Միջև ինքը կկարակել Կիևի վրա, Կիևի վրա մի քանի դրոններով ավելեցին գնաց։ Իսկ բանը այն որ ասում է առիթից մի օգտվի մասկ, ինչի ես մտե քաղաքականություն, ինչի ես քո ամեն ինչը, քո իմիջը, քո այդքան ստեղծած իմպերիան, քո գիտությունը, բան ինչի տապետ դու մտել ես միտեղ, որտեղ դու չես հասկանում ինչ ես անում։ Ու տենց էլ եղավ։ Հիմա շունուկատու են բանը Մասկի հետ Թրամփը։ Մասկը Թրամփին մեղադրում է Էփշտեյնի ցուցակում լինելու մեջ։ Ասում է դրա համար է ցուցակը չեն բացահայտում։ Էփշտեյնը դա ստեղ հայտնի բան է, հարուստներից մեկն է, որը կազմակերպել է օրգիաներ երեխեքի մասնակցությամբ։ Ու տեղ երևացել է շատ հայտնի դեմքեր։ Գախնիկ ակումբ է եղել ինչ է։ Ես առանձնապես հետաքրքրված չեմ դրանով, ուղղակի գիտեմ։ Իլոն Մասկը պնդում է, որ այդ ցուցակում Թրամփն էլ կա, դրա համար է ցուցակը չեն հրապարակում միջև այսօր։ Հիմա ուղղակի հարց է դա բանը ծագում էլի, բարոյական հարց։ Համել Իլոն Մասկն ասում է, որ եթե ես չլինեի, Թրամփը չէր ընտրվելու, չէր կարող ընտրվել, ես եմ իմ փողերով Թրամփին ընտրել։ Բայց հիմա ես ուզում եմ հարցն ամ քեզ Իլոն Մասկ։ Բա դու սրիկա չես արա։ Բա դու սրիկա չես, դու կրկնակի սրիկա ես, իմանալով հանդերձ նախ, որ ինքը ցուցակներում կա, դու փողով զորով իրանց արկում ես նախագահ, երկրորդ, որ սրիկա ես, որ հետո ես ասում ինքը այդ բաների մեջ կա, նախ իմանալով հանդերձ որ կա դու էլի փողը սարսել, ամեն ինչ անել ես, ու ասում ես եթե ես չնեի դու նախագահ չէի լինել, Իլոն, դրա համար էլ այսօր այդ հայտարարությունից հետո եւս 16% Տեսլայի ակցիաներն ընկել են։ Մի անգամից է ստեղծնում։ Հիմա հուսով եմ ինքը կգնա, իր Մարսը, իր Լուսինը, չգիտեմ, հա, իր կզբաղվի իր գիտությամբ, իր արտադրությամբ, այդ քիթը չի մտցնի այնտեղ, որտեղ չի կարելի։ Դեռ իր կարճ խելքով դες գիտեք ինչ, ամբողջ գիտություն, կրթություն, մեծ գրանտներ գիտության հետ կապված, ամեն ինչը բանը փակեց, հաշվելով, որ դրանք ավելորդ ծախսեր է պետության համար։ Իսկ եթե Ամերիկայում գիտությունով զբաղվող մարդը պետական այդ գրանտները չունեցավ, նա աշխատելու է Գերմանիայի, Չինաստանի, Կորեայի, Մեքսիկայի, այլ երկրների համար, որտեղ որ փող կտան, Հնդկաստանի։ Իսկ Ամերիկան միշտ աշխարհի խելքերը հավաքի բերել աստեղ, իր հզորությունը դրա մեջ է կայանում, որ ինքը կարողացել է գիտություն հովանավորի, որ գիտության ցանկացած ճյուղ կարողացել է զարգանա, Ամերիկայի հզորությունը դրա մեջ է եղել։ Ինքը դրեց իբր փողա խնայում, այս ամեն ինչը կտրեց, ու քանի ամիս է երբ կվերականգնվի, ես չգիտեմ, բայց սոսկալի հետևանքներ է ունենալու այդ ամեն ինչը, որտեղ գիտնականը եթե տեղափոխվեց, նա հետ չի գալիս, որտեղ ամեն մի պրոյեկտ, որ ինքը սկսեց տարիներ է դա, ու ինչի հետ գա,
Միտեղ որ իրեն հացից զրկել են, եթե ինք ավելի լավ իրան տեղ են կանչել։ Կամ նույնիսկ եթե ավելի լավ չի, բայց ինքը արդեն մի տեղ տեղավորվել է, որովհետև ցանկացած գիտական պրոյեկտ դա ամիսների բան չի։ Հասկացար ինչ արեցի Իլոն Մասկ, քո ախմախ բանի հետ, պարտներիդ հետ։ Տեսեք, բարոյականության ֆակտորը ինչքան բան է, ինչքան կարևոր նշանակություն ունի, ինչքան ու ինչ հետևանքներին ինչ խայտարակ են։ Այս մասին է։ Տեսին նույնիսկ ես արդեն Էփշտեյնի ցուցակի մասին է, Տեսլայի գների մասին, ես արդեն բանավոր ասեցի։ Իսկ սա այս ռուսական ագենտը չի հանգստանում Ռուսաստանի փրկելու համար։ Սա Օրբանն է, ասում է, Եվրոպան կարելի է պաշտպանել առանց ուկրաինական պատերազմը շարունակելու։ Ասում է, իբր Եվրոպան, ասում է, թե Եվրոպան ուզում ենք պաշտպանենք, մեր բանը Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, ուրեմն պետք է օգնենք բանին, Ուկրաինային։ Օրբան ասում է, չէ, Ուկրաինային պետք չի օգնել, առանց դրա մենք Եվրոպան կարող ենք պաշտպանել։ Ասում է, Պուտինի միակ նպատակը, որ թողեն գոնե Ուկրաինան իրան վերցնի, որովհետև իր իշխանությունը կապված է Ուկրաինան վերցնելու հետ բացառապես։ Ոնց որ Իլհամ Ալիևի իշխանության մնալն է կապված այս ամեն ինչի հետ։ Հայաստանի հետ մշտական պատերազմական վիճակում գտնվելու եւ ինչ որ նոր բաներ կորզելու։ Որովհետև դրանք ուրիշ բան չուներ իրենց երկրներում տալու։ Մասին արդեն խոսացել ենք։ Լավ, ես վերջում մի բան եմ ուզում ձեզ ցույց տամ, հոլովակ եւ քիչ զրուցեմ։ Հենց է։ Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Դա Ինչ ծիծաղելի բան եք ասում աղջիկ ջան, ինչն է լավացի, ավելի է վատացի։ Իսկ ինչու՞։ Չգիտեք։ Քան էլ բավարար չի աշխատավարձը։ Ու մի քիչ ստրեսային իրավիճակում ենք անդադարվում։ Ճիշտ ամեն շատ թանկացել է այդ ամեն ինչը կա, բայց 5 տարի առաջվա համար զուտ ինձ համար փոխվել է։ Եթե դրսից մեր Եվրոպայից մեր հարազատները մեզ փող չուղարկեն, Հայաստանում ոչ մի բան տեղից չի շարժվում։ Ավելի շատ վադի ենք գնում։ Ես չեմ նկատել, միգուցե, բայց չեմ նկատել։ Ոչ, ավելի է վատացել։ Ուսուցիչները կամ ուրիշ պետական հիմնարկների աշխատողները կարծում եմ կցանկանային, որ աշխատավարձները ավելի բարձրանան, ամեն ինչ թանկացել է, իսկ մեր գումարը մնացել է նույնը։ Ոչ այնքան։ Կարար ավելի լավ լիներ։ Փոփոխություն։ Ինչ կա, տենց էլ մնացել է ավելի վատ։ Չէ, ոչինչ փոփոխություն չկա։ Ոչ ղեկավարության կողմից, ոչ մի բան։ Բարելավումն էլ եղել է, իհարկե եղել է։ Չէ, չի բարելավում։ Ոչ մի բան լավ բան չկա։ Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ։ Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը։ Ոչ, նույնիսկ եթե ապահովագրություն ունես, լրիվ չի ապահովում։ Հեռուստացույցի ոլորտից չեմ օգտվել։ Չգիտեմ, բայց դե քանդում, բոլոր տեղերներ քանդում։ Հիմա ես եկել եմ հիմա կենտրոն, բայց չկարողացա, գները տեսա, ախա։ Սոցփաթեթներ բացարձակ չկա ոչ մի ոլորտում, նույնիսկ հիվանդանոցում, այսինքն հիվանդանոցի աշխատողները շատ քիչ ունեն հնարավորություն դրանից օգտվելու։ Առողջապահության ոլորտում դրական ոչինչ չեմ կարող ասել։ Բժշկական ծառայություններից ոչ լավ առիթով օգտվել ենք անցյալ տարի, շատ շնորհակալ եմ ու գոհ եմ, մեծ բարեփոխումներ կա այդ համար։ Էստի հաստատ բան է, ԿՊԵ-ական է կամ ինչ-որ հավաքետարանում աշխատում, ամուր չի գոհ։ Ճամփորդել։ Մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի։ Ես թոշակառու եմ, ինձ տենց բաներ չեմ թույլ չի տալիս։ Ես ուզում կանոնացնեմ նա տեսած բոմժին հարցնեմ։ Հələ միջը վարշապետ լինելը քանի անգամ ես ճամփորդել։ Հարց եմ տալի քեզ, այ բոմժ։ Միջը վարշապետ լինելը այդ քանի անգամ ես ճամփորդել։ Դու վարշապետիդ աշխատավարձով էլ չես կարող ճամփորդես։ Դու եթե ապրես դու վարշապետի աշխատավարձով դու չես կարող ճամփորդել։ Դու ի՞նչ ես խոսում։ Եթե համել ապրես նենց ոնց որ դու ապրում ես, ի՞նչ ճամփորդելու մասին ես խոսում։ Վերջին բանն եմ ուզում ցույց տամ ձեզ։
մի բան լսենք հետո ասեմ ինչի մասին է խոսքը Ես չեմ ուզում շատ լսենք ես Կոմիտասի Անտոնին է այն փլաստաներ ցեղասպանության մասին է ամբողջը ցեղասպանությունն է տնավել եղած հայ ժողովրդի ճակատագիրն է երգում Մելանիա Աբովյանը ես իա չէի անդրադառնա ուղղակի եթե այսօր մի բան չկարդայի իր գրառումներից որոնք ինձ ուղարկեցին կներեք հոգնածին որտեղ ինքը շատ գոհ ու շնորհակալ է Փաշինյան Նիկոլից ապշացեմ ու մտածեցի եթե դե բանա նայեցի որովհետև ամիս ամսաթիվը գրած էր 12 սեպտեմբեր դեր ասում լավ հիմա 12 սեպտեմբեր որ սեպտեմբերի 12-ն է կարող ասենք 20 թվականի սեպտեմբերի 12-ն է որտեղ պատերազմը դեռ չկար մարդը կարող է 20 թվականի սեպտեմբերի 12-ին ինքը գոհ է եղել երբեք չընկճվեց կամ ազատություն ազգային աշխարհասփյուռ հայություն բնորան Հայաստան հայրենիք աշխարհի անշահախնդիր չկուսակցականացված հայր ձեր կողքին են անվերապահորեն բոլոր պարագաներում մտածեցի դա հիմա հետո էջը նայեցի վերջի գրառումը հունիսի 1-ին ծնունդն աշնորհավորում նույն ձև Փաշինյան Նիկոլի ծնունդը ես ուղղակի մի բան եմ ուզում հարցնեմ Տիկին Մելանին այսօր ինքը Կոմիտասը երգում էր ցեղասպանությունը վերապրելով է տեքստերը չէ՞ որ այսօր նայեցի ամբողջ ձայնադարանը լսել եմ հոյակապ երգում է ֆանտաստիկ ոչ մի խնդիր չկա շատ լավ երգչուհի շատ լավ արվեստագետ ես ուղղակի ուզում հասկանամ էլի դուք Կոմիտաս երգում եք Տիկին Մելանիա դուք դες ապրում եք կամ չգիտեմ ապրում եք այդ բանին որ այս ինչա կատարվել մեր ազգի հետ դուք ո՞նց կարող եք նույնը իրականացնողին ասել որ ամբողջ չկուսակցականացված հայերը ձեր կողքին են անվերապահորեն ու բոլոր պարագաներում ու ծնվեք շնորհավորում երկու հարց է ուղղակի այսինքն մեկ հարց երկու մասից դուք երբ եք ստում երբ որ ցավում եք մեր կոտորածների համար թե հիմա որ ասում եք ես չեմ ցավում այդ կոտորածների համար շարունակեք ոնց կարող եք մենք ձեր կողքին ենք հավատացեք ամեն մի sense բան հանգամանք իմ կյանքում որ ես տեսնում եմ սա իմ կյանքից ես մի մեծ մաս տանում իմ մի մասը չէ՞ որ Տիկին Մելանա Աբովյանը պատահական մարդ չի հոյակապ երգչուհի մի ամբողջ սերունդ է ճանաչում իրան երևի նոր սերունդ իրան չգիտի բայց դուք երևի ձայնը լսեցիք երգչությունը լսեցիք կատարելության մոտ այսինքն դա մասին չի խոսքը էլի բայց ուզում եմ հասկանամ ոնց կարող է Կոմիտասի այս դարդով այս ցավով ապրող մարդը այս նույն ցեղասպանությունը իրականացնողի կողքին լինի անվերապահորեն եւ ասում եք բոլորս քո կողքին ենք ոչ ինչ ինձ ասեք որ դա ձեր գրածը չի
Ինձ ասեք, որ դուք չեք շնորհավորում իր 50-ամյակը, որ դա ձեր էջը կոտրել են, ես գնամ հանգիստ քնեմ, որովհետև ես քունս կկորցնեմ եւ արդեն կորցրել եմ քունս ընդհանրապես հավատս մարդկության նկատմամբ, որ կարող է այս մարդ ասի ես ցեղասպան, ոնց կարող է ցեղասպանությունը մեր լինել։ Կոմիտասը խելագարվել է ամեն ինչ տեսնելու, բայց մեկ էլ դու մի մարդու կողքին ես, որ հենց հիմա ցեղասպանությունը կազմակերպում է քո ազգի նկատմամբ։ Ու ասում է հետնել, որ այն ցեղասպանությունը որ եղել է, դու ես մեղավոր եղել։ Որ դու դե պատահական մարդ ես եղել, դու դեղ այդ քո հայրենիքը չի, դու ստեղել ես պատահական մարդ, քեզ դրել ես ես իմ ինչի տեղ։ Ոնց ես այս ընդհանրությունը չեմ կարող անքնել, ոնց հնարավոր է մեկ տեղել էլ այս ամեն ինչը։ Սա իր բարերն են, սա իմ ֆանտազիան չի, իմ մտքի արգասիքը չի, սա իր բարերն է։ Որ մենք ոչ մի բան չունենք այս տարածքում, կադաստրի թուղթ չունենք, այս էլ մեր հայրենիքը չի։ Ու ցեղասպանության պատասխանատուն էլ մենք ենք։ Հələ մենք պետք է հասկանանք ինչի մեջ ցեղասպանեցին։ Հələ մենք պետք է հասկանանք այդ քանի հոգի է կոտորվել։ Դուք որ ես Անտոնին ու կռունկը երգում էիք, դրեամանը երգում էիք, բա լավ, ես ուզում հասկանամ, այն ժամանակ էիք ստում թե հիմա։ Չի կարող երկուսը մեկում լինել, բացառվում է։ Ոնց որ կոմիտասը խելագարվելուց հետո նամակով շնորհավորել Փայլատի ծնունդը։ Կամ ամենակ Շահ Մուրադյանը գնալ Փայլատի գերեզմանին ծաղկե պսակ դներ։ Կամ Շիրազը, չգիտեմ, Էնվերի ծնունդը շնորհավորեր։ Չի լինում, ախր ոնց կարող ասենք Շիրազը ամբողջ կյանքը Մասիսա գովերքի, ասենք, չգիտեմ, Էնվերի ծնունդը շնորհավորել է։ Ոնց։ Այս դիսոնանսը ինձ սպանում է որպես մարդ։ Մենք եթե սա ենք մենք իրավունք չունենք հայրենիք ունենալու։ Եթե մենք պետքա Փայլատի ծնունդը շնորհավորենք, ասենք անվերապահորեն մենք ով կողքին ենք, նշանակում ապրանքից ճիշտ է։ Ճիշտ է ու տրամաբանորեն այն ինչով մեզ հիմա մեր հետ կատարվում է։ Ես գիտեմ էկրանի կողմից հիմա ասողներ կան, բա որ ասում էինք, ես գիտեմ։ Ասեք, որ ձեր էջը կոտրած են եղել, դուք չէ։ Գոնե մեզ ցավը մի քիչ կմեղմանա։ Իմ ցավը գոնե։